Մայրաքաղաքում անձրև կամ ձյուն տեղած թե չէ, փողոցները, նկուղային հարկերն ու անցումները մղձավանջի մեջ են հայտնվում։ Քաղաքն ամբողջությամբ հեղեղվում է։ Հիմա քաղաքային իշխանություններն ու Վիոլյա ջուրը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ում պատասխանատվության տիրույթում են կոյուղատարերն ու հեղեղատարերը։ Այդ ինֆորմացիայի խեղաթյուրումը կա։ Եվ ես օրինակ վստահ չեմ, որ դա հատուկ չի արվում։ Ես օրինակ վստահ եմ, որ հատուկ է արվում եւ իրականում Երևանի քաղաքապետարանը ցավոք սրտի մեր պատասխանատվության տիրույթը չի։ Պետական գույք է դա։ Ենթադրում եմ, այդ մի մասն էլ հանձնված չի Վիոլա ջրին։ Եվ ստացվում է այնպես, որ մենք ունենք քաղաքում մի ենթակառուցվածք, որը որ տենց ուղիղ մերը չի, մեր ենթակայության տակ չի, մաշված է։ Քաղաքապետը տեղեկացրեց, որ այս տարի կառավարությունը որոշակի ֆինանսական միջոցներ է հատկացրել կոյուղատարերի, հեղեղատարերի նորոգման համար, սակայն ծրագիրն ըստ Ավինյանի պետք է մեկանգամյա չլինի։ Եթե մեր պատասխանատվությունն է, եկեք օրենքով ֆիքսենք դա։ Տեղափոխեն մեր դաշտ, մենք իմանանք, որ սա մեր անելիքն է։ Սկսենք պլանավորել այդպես, որովհետև անընդհատ լավ 2 տարի մենք 14-15 կիլոմետր կոյուղի վերականգնեցինք։ Ոնց ենք հիմնավորում, որ անում ենք դա։ Հիմա պետք է դա կառավարությանը նվեր տանք, չէ՞, նվիրատվություն ձևակերպենք, որովհետև մեր գույքը չի։ Ճիշտ եմ ասում։ Պետական գույք է։ Իսկ ով է ֆինանսավորելու հեղեղատարերի, կոյուղատարերի մաշված համակարգը։ Այդ հարցն էլ դեռ անորոշ է։ Քաղաքապետարանն արձանագրել է, որ մեկ շաբաթվա ընթացքում Մայրաքաղաքում կոյուղատար համակարգի 400 վթար է արձանագրվում։ Հիմա եկեք հասկանանք լավ ով են այդ մարդիկ, ով է այդ պատասխանատու օղակը, ասենք պատասխանատու օղակ, սա քո գործն է, գնա արա։ Որովհետև անընդհատ լավ 1 2 3 4 5 6 քաղաքապետարն ես, քաղաքապետարն են։ Վերջը ասելու ենք մենք չենք, Ժորժ ջան, այս մարդն է, այս չինովնիկն է։ Նստած է իրան տենց էշի տեղա դրել, ասում է քանի քաղաքապետարանին մեղադրում են, լավ է էլի։ Մարաղը մտած հենց ինքը չի երևում։ Հետո լավ։ Ավան վարչական շրջանում ավտոբուսների երթևեկության չվացուցակը անկանոն է։ Մարդիկ ժամերով ավտոբուսի են սպասում կանգառներում։ Տրանսպորտային փոխադրամիջոցները Ավան վարչական շրջանում շեղվում են չվացուցակից։ Միգուցե մեր ուշադրության կենտրոնում պահենք այդ հատվածը, որովհետև իրապես եղել են ժամանակին խնդիրներ, հիմա ոնց որ թե ամբողջապես չենք լուծել դեռևս եւ մի հատ հասկանանք, որ կետերում է հիմնական հարցը եւ խնդիրը եւ ուշադրության կենտրոնում պահենք լուծենք։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը խոստացավ գծային հսկիչներին կհանձնարարեն ուշադրություն դարձնել պարբերականության հետ կապված խնդիրը վերացնելու համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։